Սիրելի հայրենակիցներ, քննարկում է շատ կարևոր հարց եւ այստեղ մենք կարևոր մի քանի հարցեր ենք բարձրացնում։ Նախ 63-64-ը հակադրել կամ տարբերակել 65 եւ ավելի թոշակառուներից ինքը անարդարության զգացում է բերում, հատկապես այն պարագայում, որ այդ նույն 63-64 տարեկան թոշակառուները ազատվում են աշխատանքից այն եւ միայն այն պատճառով, որ իրենք արդեն աշխատող են, իրենք արդեն թոշակառու են։ Շատ նման թոշակառուներ կան եւ դուք ինքներդ շատ լավ նման օրինակներ գիտեք։ Նորից կրկնում եմ, այդ 100,000-ի տեղը ՊԿ ցույց է տալիս։ Դուք ասում եք ձեր հաշվարկները 296,000 ապահովագրավճար մուծողների հաշվարկով եք արել, բայց ՊԿ ցույց է տալիս, որ հարկ վճարող 200,000 եւ ավելիների թիվը 395,000 է։ Ես հասկանում եմ, որ այստեղ կարող են լինել հատումներ, բայց հաստատ այդ 100,000-ը հենց ուղիղ հատումը չի։ Մի շատ կարևոր հարց, որը այստեղ նորից բաց է մնում։ Դուք այս օրենքով ըստ էության մասնավոր գոյություն ունեցող ապահովագրական ընկերությունները ըստ էության քանդում եք։ Այսինքն ձեր բերած օրենքից բխում է, որ հունվարից սկսած այն քաղաքացիները, ովքեր մասնավոր ապահովագրական ընկերությունների հետ պայմանագրեր ունեին եւ այդ ծառայությունների մեջ մտնում է փաթեթում ներառված ծառայություններ, ապա նրանք պետք է նա թողնեն եւ դիմեն միայն պետական ապահովագրական ընկերություններ, պետական ապահովագրության ծառայություններին։ Սա առնվազն քանդել են նշանակում մասնավոր գործող ապահովագրական ընկերությունները։ Քաղաքացիները եւ ընկերությունները պայմանագրեր ունեին, որոնց հիման վրա այդ ընկերությունները կազմել են իրենց տարեկան պլանները։ Եթե հանկարծ այդ պայմանագրերը մի քիչ էլ երկարաժամկետ են, ապա շատ լուրջ խնդիրներ են առաջացնում մասնավոր ապահովագրական ընկերություններին։ Ես էլի եմ առաջարկում, միգուցե պետք է վերանայել կիրառումը եւ այդ նոր փաթեթը, հասենք, այն քաղաքացիների համար, ովքեր արդեն պայմանագրեր ունեն, դրանք երկարացնել, միգուցե իմ խմբակցության ժամկետը շատ լավ, խմբակցության անունից ելույթն է։ Միգուցե մենք կարողանանք հնարավորություն ստեղծենք այդ պայմանագրերի գործունեության ժամկետից հետո միայն սա կիրառել նոր կնքվող պայմանագրերի վրա եւ քաղաքացուն թողնել ընտրությունը, ինքը շարունակում է պայմանագիրը, թե ուղղակի հետ է գալիս պետական ապահովագրավճար։ Հաջորդը մարզային բուժ հիմնարկների կադրային պատրաստվածության ու հագեցվածության անհրաժեշտ մակարդակ չունենք եւ այս պարագայում շատ մեծանալու է հոսքը մարզերից դեպի Երևան, դեպի կենտրոններ։ Իսկ ինչու մենք չենք կարող նախատեսել մարզերից Երևան այդ հիվանդների հոսքի կառավարման ինչ-որ մեխանիզմներ, ընդհանուր արգելափակում բացառությամբ խիստ անհրաժեշտ դեպքերի, եւ որպեսզի հիվանդները ամեն ինչ չանեն Երևանում բուժումը ստանալու համար։ Պոլիկլինիկաների պատրաստվածությունը, բուժքույրերի, բժիշկների այս ծանրաբեռնվածության բարագայում աշխատավարձերի համարժեք ապահովումը, գումարների ապահովագրական գումարների ծախսման վերահսկողությունը ըստ էության նախատեսված չէ օրենքով եւ չի բացառվում, որ դրանք կարող են շատ ավելի ոչ նպատակին ծառայել։ Եվ մյուս կարևոր եւ ամենակարևոր հարցը 15 օր հետո այս համակարգը կյանքի է կոչվելու, այսօր դեռ չունենք միլիարդները տիրապետող, տնօրինող այն հանձնախումբը, այն հոգաբարձուների խորհուրդը եւ դեռ ավելին ղեկավարը, որը տնօրինելու է այդ միլիարդները եւ դեռ ավելին օրենքով նախատեսված չէ, որ 26 թվականին ազգային ժողովը որպես խորհրդարանական վերահսկողություն իրականացնող մարմին լսի որևէ զեկույց կամ հաշվետվություն այդ միլիարդների օգտագործման մասին։ 26 թվականի համար նման բան նախատեսված չէ։ Սրանք լուրջ խնդիրներ են, որոնք ծնում են մոնոպոլիայի գաղափարը, այսինքն մոնոպոլ կազմակերպությունները, մոնոպոլիա է տրվում այդ հոգաբարձուների խորհրդին եւ դեռ ավելին միլիարդներ տնօրինելու առանց ազգային ժողովի առաջ զեկույցով կամ հաշվետվողականությամբ հանդես գալու, սա նույնպես լուրջ խնդիր է եւ մենք մենք գտնում ենք, որ ապահովագրական համակարգը ամենալավ համակարգերից մեկն է, որ կարող է որևէ երկրում կիրարկվել, բայց դրա համար պետք է լուրջ պատրաստվել եւ այս 5 տարիներուն ձգել, բերել 15 օրվա մեջ մի ամբողջ համակարգ առանց լուրջ քննարկումների, առանց մեծ քննարկումների կյանքի կոչել, դա լուրջ վտանգավորություն է եւ ինչպես միշտ ձեզ հաջողվում է ամենալավ գաղափարը, այսպես բարեհաջող տապալել եւ ինչ է թե ինչ որ մեկի կապրիզն ենք իրականացնում։ Սերգեյ Բագրատյան
Շնորհակալություն, հարգելի պարոն Ռուբինյան, հարգելի գործընկերներ, սիրելի հայրենակիցներ,